կապված նախ որպես իրավաբան, ապա որպես հաստաբանիչ կազմել ինչի մասին է այս գործը։ Այս գործը գիտեք երևի թե սահմանադրության եւ խղճի կրոնի ազատության նկատմամբ ոտնձգության մասին է։ Այստեղ իրավաբանություն չկա, սա աբսուրդ է։ Դուք միջազգային փորձում երբևէ նման գործ չեք տեսնի։ Այսինքն դատական իշխանությունը ինչպես կարող է միջամտել մայրաթոռի գործունեությանը եւ մայրաթոռի կողմից կայացված որոշումներին իբրև քրեաիրավական գնահատական տալը, սա կրկին եմ ասում, սա մեղմ ասած է աբսուրդ, սա վիրավորական է։ Իրականում, այսինքն ցանկացած այն քննիչը կամ դատախազը, որն այս ամենը նախաձեռնել է եւ ընթացք է տվել, դատարանն էլ իր հերթին վարույթ է նախաձեռնել եւ ընդունել, սա վիրավորական է։ Պարոն Վարդանյան, աշխարհի կյանքը ունի խաղ։ Ոչ, մեր սահմանադրությունը շատ հստակ է դա բացառում։ Ավելին, եթե դուք կաթոլիկ եկեղեցու փորձը ուսումնասիրեք, որը բավականին եվրոպական դատարանի նախադեպային վճիռներում տեղ գտել է, դուք երբեք չեք լսի մի դեպք, որ կարգալույծ անելու գործընթացը ի վերջո տեղափոխվի սկզբից քաղաքացիական դատարան, այնուհետև քրեական դատարան։ Երբեք։ Միջամտություն չէին աշխարհի իշխանությանը։ Պատասխան եկեղեցում Հայաստանի քաղաքացիներ են, եկեղեցում վարչապետը ընտրովի է ամեն 4 տարի 1, 5 տարի 1, իսկ մեր կաթողիկոսը ՑՄ, կա տարբերություն, երբ որ դու վարչապետ ես, դա չի նշանակում, որ ինչ ուզես կարաս անես, չի նշանակում էդի։ Yes,